փոքրիկ Մարինեն է, 18 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո արդեն մայրիկի գրկում է։ Արքայադստեր Հակոստով մայրիկի կյանքը փրկած աղջնակի պատմությանը բոլորն են տեղյակ։ Նա դեռ լույս աշխարհ չեկած փրկել էր մոր կյանքը, սակայն ծնվել էր ճակատի ձախ շրջանում խորը վնասվածքով։ Արտառոց դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին երեկոյան ժամը 17:10-ին, երբ հանրապետության մի շարք շրջաններում ուժեղ քամիներ էին։ Էրեբունի ծննդատուն էր տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի, որովայնի թափանցող վնասված պատրվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ։ Կատարվել էր կեսարյան հատում, ծնվել էր 9 ամսական աղջիկ երեխա 2 կիլոգրամ 450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խորը վնասվածքով։ Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ 15 օր եղել ենք վերակենդանացման բաժանմունքում, 3 օր էլ մնացինք արդեն պաթոլոգիայի բաժնում։ Հիմա փառք Աստծո տուն ենք գնում ողջ առողջ, ամեն ինչ լավ։ Մի փոքր ուտելու խնդիր ունենք, էդ էլ է լուծվել։ Շատ շնորհակալ ենք Աստվածամայր բժշկական կենտրոնին, մեզ մեծ աջակցություն է ցուցաբերել։ Երեխային շատ լավ վերաբերվել են, շատ լավ բուժել են։ Մեծ մակերեսով ստացած վերքից այժմ փոքրիկի ճակատին հետ անգամ չի մնացել։ Մայրը Ռուզաննա Հարությունյանը պատմում է, առաջին օրերին չէր կարողանում բժշկական կենտրոն գալ, փոքրիկին տեսնել սարքավորումներին միացված։ Հիմա ուրախ է, որ տուն են գնում։ 15-րդ օրվանից սկսած մեզ ուղեկցեցին պալատ, մի քիչ էլ միասին պալատում մնացինք, հիմա տուն ենք գնում առողջ։ Ու ամեն ինչ լավ։ Ուր է, որտեղ է Մարինեն ու երբ կգա տուն, այս հարցերն այլևս չեն տա մայրիկին, քույրիկին սպասող երկու տղաները։ Իրենք էլ են եկել նրան տանելու։ Ճիշտն ասած, պատասխաններ չէի գտնում, ինչքան էլ որ փնտրում էի։ Հիմա այսօր սենց սրտատրոպ սպասում են, թե իրանց քուրիկը երբ պետք է գնա տուն։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, երեխային վիրահատած բժիշկ Սամվել Սարգսյանն էլ պատմում է, շատ էին խոսում սպին երեխային կհիշացնի, որ փրկել է մոր կյանքը։ Այժմ սպին չկա, երեխան էլ արդեն տուն է գնում։ Վիրահատությունը բարեհաջող էր անցել, խնդիր չկար, հետվիրահատական շրջանում եւ սպիի հետ կապված նույնպես կարծես դուրս գրվելիս արդեն սպին նկատելի չէր նույնիսկ եւ կգտնվի իհարկե մանկաբույժների հսկողության տակ, քանի որ վաղաժամ ծննդաբերություն էր եղել, ծննդալուծում էր եղել, հարկադրական այդպիսի ցուցումներով եւ մեր կողմից իհարկե գուցե ընթացքում նույնպես կարիք լինի զննելու, խորհրդատվություն կատարելու, բայց հիմնականում այն վնասվածքը որի առնչությամբ մենք վիրահատել ենք եւ մասնակցություն ենք ունեցել, դրա հետ կապված խնդիրներ չունենք եւ չենք ակնկալում։ Երեխային բուժած մյուս բժիշկն էլ մանրամասնում է։ Երեխան ընդունվել է արտահայտված շնչական անբավարարությամբ 2-3 աստիճանի, որը պայմանավորված է եղել նորածնի անցողիկ հաճախաշնչությամբ, միացված է եղել ոչ ինվազիվ սարքին երեխան, 4 օր այնուհետև օքսիգենոթերապիան ստացել է բինազալ կաթետրով, այդ ընթացքում ունեցել է մարսողության խնդիրներ, որի արդյունքում անցել է զոնդային գերագրման, 1 օր գերագրումը դադարեցվել է, այնուհետև վերը սկսվել է գերագրումը, անցել է զոնդային գերագրման եւ այդ վիճակով էլ տեղափոխվել է նորածնային պաթոլոգիայի բաժանմունք, որտեղ կարողացել ենք արդեն շտկել գերագրման դժվարությունները, երեխան աստիճանաբար մոտեցվել է կրծքին, սկսել է կերակրվել ինքնուրույն, վերջին օրվա ընթացքում արդեն կերակրվել է միայն կրծքով եւ ինչպես արդեն ասեցի, ծավալները յուրացնում է, ունենք քաշի դինամիկ աճ։ Երիտասարդ մայրիկը ուրախությամբ է պատրաստվում, շտապում են բժշկական կենտրոնից դուրս գալ, որտեղ նրանց դիմավորում են հայրիկը, տատիկը, որի անունով էլ անվանակոչել են երեխային, եղբայրներն ու հարազատները։